Մարկո Ռյուբիոյի այսօրվա այցը Հայաստան պարզվեց շատ կարճ էր, բառացիորեն եկավ ու գնաց, ամբողջ արարողությունը տեղի ունեցավ Զվարթնոց օդանավակայանում ու տևեց մոտավորապես 2 ժամ։ Այցի ընթացքում Հայաստանն ու ԱՄՆ-ն ստորագրել են 3 փաստաթուղթ, երևի սկսենք ամենակարևորից։ Ստորագրվել է ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, այսինքն ընդունել են այս գործընկերության կանոնադրությունը, որով շարժվելու են։ Հաջորդը վստահ եմ գիտեք Թրամփի ուղու մասին, այ ստորագրել են շրջանակային համաձայնագիր այդ Թրամփի ուղու վերաբերյալ։ Որն է շրջանակային համաձայնագիրը։ Այդ էն է, երբ որ կողմերը, այս դեպքում ԱՄՆ-ն եւ Հայաստանը որոշում են TRIP-ի վերաբերյալ իրենց համագործակցության շրջանակը, որն է լինելու։ Սա արվում է, քանի որ միջազգային պրոյեկտները նման մեծության բավական բարդ են եւ կողմերը պետք է հստակ շրջանակ ունենան, որի շուրջ որ իրենք համագործակցելու են, աշխատելու են միասին։ Անցնենք հաջորդին։ Ստորագրել են շրջանակային հուշագիր, որը վերաբերվում է կարևորագույն հանքանյութերին եւ հազվագյուտ հանածոների արդյունաբերությանը եւ դրանց մատակարարմանը։ Բոլոր ստորագրած փաստաթղթերը եւ անգլերեն եւ հայերեն լեզվով կան արտգործնախարարության կայքում, կարող եք մտնել, կարդալ, եթե ուզում եք վերլուծել։ Եթե փորձենք մի քիչ պարզացնենք, ԱՄՆ-ն ու Հայաստանը ցույց են տալիս, որ շարունակելու են իրենց ռազմավարական գործընկերությունը եւ մտադիր են այն խորացնելու։ Եվ բնականաբար ընտրություններից ընդամենը 2 շաբաթ առաջ սա այսպես սիմվոլիկ քայլ է ԱՄՆ-ի կողմից, որը պատրաստ է շարունակել համագործակցել եւ կապերը խորացնել գործող Հայաստանի կառավարության հետ։ Այսքանը, մերսի, բաժանորդագրվեք, լայքեք, տարածեք, գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքները։ Մինչ